քննարկում կա Երևանի քաղաքապետարանի հետ վերադառնալու 80-ին դասը պրոցեսը սկսելու որոշմանը, որովհետև մի կողմից ծնողներն են բողոքում, որ երեխաները չեն ադապտացվում, նախ ձեր ուսումնասիրություններ կուզեի իմանալ, այդպես է թե ոչ, կա նկատելի այդպիսի փաստ, որ չեն ընտելանում նոր ժամանակ եւ ուսումնասիրություններն էլ ցույց են տվել, որ քաղաքում էլ առանձնապես ոչինչ չի փոխվել խցանումների թեթևացման իմաստով, ինչ որոշում կամ քննարկումներ կան։ Խցանումների թեթևացման մասով չեմ կարող ասել, որովհետև մենք նման ուսումնասիրություն չենք վարում, ես էլ բավական շուտ եմ աշխատանքի գալիս, այդ ժամի խցանումներ ընդհանրապես չեն լինում։ Ինչ վերաբերում է երեխաների հարմարվելուն, գիտեք, առավոտյան ժամերը եւ դա բազմաթիվ հետազոտություններ են ցույց տվել, ամենալավ ժամերն են սովորելու համար։ Երեխաների թարմությունը, ինտելեկտուալ ակտիվությունը, ներգրավվածությունը դասապրոցեսին շատ ավելի լավ է։ Հետևաբար կարծում եմ մի փոքր ջանք դնել ավելի վաղ արթնանալ, բազմաթիվ ասացվածքներ ունենք վաղ արթնանալու մասին եւ դրանցից ոչ մեկը վատ մեսիջ չի պարունակում։ Հետևաբար սա նշանակում է, որ ինչքան շուտ արթնանանք, այնքան շատ բան կհասցնենք անել եւ սա վերաբերում է թե մեծերին եւ թե փոքրերին։ 15 րոպեն էլ չեմ կարծում, որ էական բարդություն պիտի առաջացնի որևէ մեկի ռեժիմի մեջ։ Մեկ փոքր շնորհակալություն։ Այս կարող է իսկապես շատ փոքր հացի ուղղակի հույս կա, որ հարևան Վրաստանի նման ինչ-որ թեկուզ հեռավոր ժամանակահատվածում մենք կարողանանք բուհերում ունենալ անվճար ուսուցում։ Այնքան վախվորած եք այդ հարցը տալիս, ես ձեզ պիտի ուղղորդեմ գնանք բացեք կարդակ 2022 թվականի նոյեմբերին ազգային ժողովի կողմից ընդունված կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ պետական բուհերում կրթությունը լինելու է առանց վճարի մեր ուսանողների համար։ Հետևաբար հույսը պետք չի ունենալ, ուղղակի պետք է հետևողական աշխատանք եւ այդ աշխատանքը մենք անում ենք, որպեսզի մեր հանրային բուհերը նոր օրենքի համաձայն համապատասխան փոփոխությունները ապրելուց հետո այդ կրթությունը առաջարկեն մեր քաղաքացիներին եւ հետեւաբար այն ինչ դուք ասում եք որպես հույս, մեզ համար կոնկրետ ծրագիր է եւ կոնկրետ նպատակ է, որը դրված է կոնկրետ ժամկետով։